Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ, կարևորի մասին նախամարոտ։ Մարտաֆիլմ հիշեցնող միջադեպ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, ըստ նախնական տեղեկությունների կան մոտ 1 տասնյակ վիրավորներ եւ 1 զոհ։ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ, վաղը Վաշինգտոնում Հայաստանի վարչապետը կմասնակցի Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ պետական այցով Հունաստանում է։ Այցի ընթացքում նախագահը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Արդեն կայացել է Խաչատուրյանի առանձնազրույցը Հունաստանի նախագահի հետ։ Միացյալ Նահանգների ակտիվությունը Հարավային Կովկասում մեղմ ասած այնքան էլ չի ոգևորել Մոսկվային։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամեն շաբաթյա հերթական ճեպազրույցում կրկին խոսել է Հայաստան-Միացյալ Նահանգներ գործակցության, մասնավորապես Հայաստանում ամերիկյան մոդուլային ատոմակայանի կառուցման մասին։ Քննչական կոմիտեն 2025 թվականը համարում է արդյունավետ տարի ամփոփիչ հաշվետվությամբ։ Կառույցը ներկայացրել է քրեական գործերի քննության վիճակագրությունը, բացահայտման ցուցանիշները, կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները, նաեւ իրականացված բարեփոխումները։ Փետրվարի 17-ին Ժնևում Օմանի միջնորդությամբ մեկնարկել է Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների հերթական փուլը։ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ երկար տարիների լարվածությունը դիվանագիտական ճանապարհով հարթելու նպատակով։ Կողմերի հայտարարությունները հանդիպումից հետո։ Մարտաֆիլմ հիշեցնող միջադեպ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ Այդտեղ օրը ցերեկով կրակոցներ են հնչել։ Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ միջադեպի մասնակիցների թիվը բավական մեծ է։ Ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն, հայտնել են ներքին գործերի նախարարությունից։ Նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի։ Այս մասին տեղեկացել ենք Հայաստանի առողջապահության նախարարությունից, նշել է նախարարությունը, որ 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 3-ին ծանր, 1 քաղաքացի մահացել է։ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ, վաղը Վաշինգտոնում Հայաստանի վարչապետը կմասնակցի Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։ Աշխատանքային այցի օրակարգի վերաբերել լրացուցիչ մանրամասներ առայժմ չի հաղորդվել։ Իդեպ նրա հետ Միացյալ Նահանգները մեկնել նաև արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ պետական այցով Հունաստանում է։ Այցի ընթացքում նախագահը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ, նախատեսվում է նաև նախագահի մասնակցությունը մի շարք բարձր մակարդակի պաշտոնական միջոցառումների։ Արդեն կայացել է Խաչատուրյանի առանձնազրույցը Հունաստանի նախագահ Կոստանտինոս Տասուլասի հետ։ Հայաստանի նախագահը հանդիպմանը նշել է, որ Հունաստանի հետ հարաբերությունները մեր հանրապետության համար առանձնահատուկ նշանակություն ունեն, պայմանավորված երկու երկրների քաղաքակրթական մշակութային կապերով։ Նա անդրադարձել նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ստորագրված հռչակագրին, դրանից բխող հնարավորություններին, հատկապես Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղված ջանքերին։ Խաչատուրյանը Հունաստանի նախագահին հրավիրել է Հայաստան։ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի։ Եվրոպական միության խորհուրդը այդ պաշտոնին նշանակել է Սատու Կոյվուին։ Նա կփոխարինի Մարկուս Ռիտերին։ Փետրվարի 20-ից նշանակման որոշումը կայացվել է ԵՄ քաղաքական եւ անվտանգության կոմիտեի կողմից։ Սատու Կոյվուն ֆիննավակ ոստիկան է ավելի քան 35 տարվա փորձով։ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը գործում է մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Առաքելությունը դիտարկում եւ զեկուցում է իրավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագծի հայկական կողմում։ Այն ունի ավելի քան 200 միջազգային եւ տեղական աշխատակից, ներառյալ ներկայացուցիչներ ԵՄ 25 անդամ երկրներից եւ Կանադայից։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսի Հայաստան ու Ադրբեջան այցերից հետո Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ, նաև փորձագետներ հանդես են եկել հայտարարություններով, հնչեցնելով գնահատականներ, որոնցից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգների ակտիվությունը Հարավային Կովկասում մեղմ ասած այնքան էլ չի ոգևորել Մոսկվային։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամեն շաբաթյա հերթական ճեպազրույցում եւս խոսել է Հայաստան-Միացյալ Նահանգներ գործակցության, մասնավորապես Հայաստանում ամերիկյան մոդուլային ատոմակայանի կառուցման մասին եւ ոչ միայն։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսի Հայաստան այցից հետո ռուսական կողմը շտապեց արձագանքել եւ եզրակացություններ անել այցի արդյունքների հետ կապված։
Մոսկվային հատկապես անհանգստացրել էր ամերիկյան կողմի հետ խաղաղ միջուկային գործակցության վերաբերյալ բանակցություններն ու համաձայնագրի ստորագրումը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի միջև։ Խոսքը մասնավորապես վերաբերում է ամերիկյան նոր տեխնոլոգիաներով մոդուլային ատոմակայան կառուցելու մասին։ Vance-ը ուղիղ հայտարարել էր, որ ամերիկյան մոդուլային ռեակտորները կհասնեն Հայաստան, իսկ համաձայնագիրը փաստաթղթով ստացել է 1-2-3 անվանումը։ Մենք շատ հպարտ ենք հայտարարել, որ մեր երկրներն ավարտել են քաղաքացիական միջուկային գործակցության թիվ 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները, երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա կհարթի ճանապարհը ամերիկյան եւ հայկական ընկերությունների համար կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Սա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ ամերիկյան տեխնոլոգիաները կգան այս երկիր։ Հայաստանն այն քիչ երկրներից մեկն է, որտեղ մենք բավականաչափ վստահություն ունենք այս մակարդակում ներդրումներ կատարելու, այս տեսակի տեխնոլոգիաներ ուղարկելու հարցում, եւ սա տեղի ունենում վարչապետի առաջնորդության շնորհիվ։ Թիվ 1-2-3 փաստաթղթի ստորագրումը Ռուսաստանում անհանգստության պատճառ է դարձել, մասնավորապես Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Հայաստանի կողմից ԱՄՆ միջուկային տեխնոլոգիաների ընտրությունը հարցեր է առաջացնում Ռուսաստանում։ Նա միաժամանակ ընդգծել է, որ Հայաստանը ազատ է աշխատել այն գործընկերների հետ, որոնց հետ հարկ է համարում աշխատել, բայց հավելել է, փոքր մոդուլային ատոմակայաններ գոյություն չունեն ոչ միայն ԱՄՆ տարածքում, այլ առհասարակ։ Դրանք առհասարակ գոյություն չունեն, դրանք միայն թղթի վրա են, որտեղ են արդեն շահագործվում։ Մի շարք հայկական լրատվամիջոցներ շտապեցին լուրը մատուցել որպես Վաշինգտոնի կողմից հանրապետության տնտեսության մեջ կատարվող աննախադեպ ներդրում, սակայն առանցքայինը նախագծի ֆինանսական հարցն է։ Ռուսաստանի կողմի տեղեկություններով խոսքը ոչ թե Միացյալ Նահանգների ուղղակի ներդրումների, այլ մի սխեմայի մասին է, որի դեպքում վճարելու է հայկական կողմը։ Ենթադրվում էր, որ ֆինանսավորումն իրականացվելու է TRIP հիմնադրամի միջոցով, որը ինչպես նախկինում հայտարարվել էր, ստեղծվում է ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար։ Սակայն այս պահին այդ հիմնադրամը դեռևս ստեղծված չէ։ Ռուսաստանը հետևողականորեն պաշտպանել է բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակումը, շարունակել է Զախարովան, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որին առաջարկել է Ռուսաստանին հայկական երկաթուղիների կոնսերցիոն կառավարման իրավունքը վաճառել մի երկրի, որը բարեկամական է թե Երևանի, թե Մոսկվայի համար, քանի որ Ռուսաստանի եւ մի շարք երկրների միջև լարված հարաբերությունների պայմաններում Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղու կառավարումը բացասաբար է անդրադառնում դրա մրցունակության վրա։ Այդ հայտարարությունները տարօրինակ են եւ քիչ ընդունելի։ Հայկական երկաթուղիները ավելի քան 20 տարի գտնվում են հարավկովկասյան երկաթուղիների կառավարման ներքո, եւ այս ընթացքում ռուսական ընկերությունը հետևողականորեն կատարել է համաձայնագրի բոլոր պայմանները։ Ռուսաստանը զգալի ներդրումներ է կատարում ենթակառուցվածքների եւ շարժակազմի մեջ, ապահովելով մեծ թվով աշխատատեղեր, ինչը իմ կարծիքով պետք է հաշվի առնեն նաեւ նրանք, ովքեր ցանկանում են բարձրաձայնել այս հարցի մասին Հայաստանում։ Զախարովան նշել է, թե Ռուսաստանում Նիկոլ Փաշինյանի առաջարկը համարում են տարօրինակ եւ գրեթե անհնար, իսկ Ռուսաստանը կշարունակի ներդրումները Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքներում ապահովելու դրանց անխափան աշխատանքը։ Մեծ թագավորությունն ու Հայաստանը շարունակում են խորացնել գործակցությունը կիբերպաշտպանության ոլորտում մասնակցելով Defense Cyber Marvel 2026 դորավարժությանը, որը միավորում է ավելի քան 2500 մասնակից 29 երկրից։ Այդ մասին ասված է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության Facebook-ի էջում։ Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը եւ պաշտպանության կցորդ Թոմաս Շորլենդ-Բոլը ներկա են գտնվել դորավարժությանը, որտեղ Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի մասնակիցները համատեղ աշխատել են զարգացնելու կիբերպաշտպանության կարողությունները եւ փոխանակելու մասնագիտական փորձը։ Դեսպանը հանդիպել է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության մասնակիցների հետ, հետևել զորավարժության ընթացքին եւ քննարկել կիբերդիմակայունության կարևորությունը ներկայիս փոփոխվող անվտանգության միջավայրում։ Միացյալ Թագավորությունը կարևորում է Հայաստանի հետ պաշտպանության եւ անվտանգության ոլորտում զարգացող համագործակցությունը, նշված է գրառման մեջ։ Քննչական կոմիտեն 2025 թվականը համարում է արդյունավետ տարի։ Ամփոփիչ հաշվետվությամբ կառույցը ներկայացրել է քրեական գործերի քննության վիճակագրությունը, բացահայտման ցուցանիշները, կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները, նաեւ իրականացված բարեփոխումները։ Ըստ հրապարակված տվյալների աճել է ինչպես քննվող գործերի թիվը, այնպես էլ պետությանը պատճառած վնասի վերականգնման ծավալը։ Քրեական գործերի քննություն, բացահայտումներ, կառուցվածքային բարեփոխումներ եւ միջազգային գործակցության ուղղությամբ կատարված աշխատանքներ։
Նախորդ տարին հագեցած եւ լարված աշխատանքային տարի էր իրավապահ համակարգի համար։ Քննչական կոմիտեն ներկայացնելով վիճակագրական տվյալները նշել է 2025 թվականին վարույթ է ընդունվել 38500 քրեական գործ, ինչը մոտ 12%-ով ավելի է, քան նախորդ տարի։ Ավարտվել է 31200 գործի նախաքննություն, որոնցից ավելի քան 24000-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 46-ով ավելի քրեական վարույթ կամ 37.3%։ Իսկ դատարան ուղարկված անձանց քանակն ավելացել է 78-ով։ ԶՔԳՎ ստորաբաժանումներում ընդհանուր քննվել է 22052 քրեական վարույթ կամ կոմիտեի քննիչների քննած բոլոր քրեական վարույթների 10%-ը։ 24 թվականի համեմատ վարույթում քննված քրեական վարույթների քանակն աճել է 2081-ով կամ 14%-ով։ 2025 թվականի ընթացքում միջազգային հարցումների ապահովման բաժնում քննարկվել է ընդհանուր 771 հարցում, որոնցից օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացել ենք 333-ը, մենք ինքներս ուղարկել ենք 448-ը։ Իդեպ նշեմ, որ 2024-ին եղել է այդ թիվը 662, որոնցից ստացված 218, ուղարկված 444։ Ինչպես նկատում ենք, տարվա ընթացքում առկա է ստացված հարցումների թվի էական ավելացում նախորդ տարվա համեմատությամբ։ Հաշվետու տարում էապես աճել է քննված քրեական գործերի թիվը կապված կոռուպցիոն, տնտեսական, պաշտոնեական հանցագործությունների, նաև ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների հետ։ Մեծ ուշադրություն է դարձվել հատկապես հանրային մեծ հնչեղություն ստացած գործերին, որոնց մի մասով արդեն իսկ նախաքննությունն ավարտվել է եւ ուղարկվել դատարան։ Իհարկե, չկա կարևոր եւ անկարևոր քրեական վարույթներ։ Սա ամենևին դրա մասին չի վկայում, բայց էական է ձեռքբերումը, երբ որ մենք ավարտում ենք հանրային հնչեղություն ստացած քրեական վարույթներ, որոնցով հանրությունը մեզանից ակնկալիք ունի։ Եվ հանրությունը տարիներ շարունակ սպասել է այդ քրեական վարույթների դատավարական վախճանին, որին մենք հասանք 2025 թվականին։ Իհարկե, այդ process-ը նաև կրում է շարունակական բնույթ եւ քննչական կոմիտեում առկա են նաև այլ վարույթներ, որոնք ոչ պակաս կարևոր հնչեղություն ունեն եւ հավաստիացնում եմ, մենք ունենք այդ բավարար ներուժը, որպեսզի այդ վարույթները նույնպես հասցնենք իրենց տրամաբանական ավարտին։ Ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մասով քննվել է 6800 գործ, որոնց բացահայտման ցուցանիշը կազմել է 87%։ Մասնավորապես սպանությունների եւ սպանության փորձերի դեպքերով քննվել է 142 գործ, բացահայտումը կազմել է 96%։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ 1350 գործ, կոռուպցիոն բնույթի հանցագործություններով 980, ինչը 18%-ով ավելի է 2024 թվականի համեմատ։ Կարող ենք նաև գոհունակությամբ արձանագրել, որ ունենք արդյունքներ։ Այստեղ շեշտվում էր 2010 թվականի քրեական վարույթի մասին մենք ունենք 98 թվականի քրեական վարույթ եւ այլն, եւ այդպիսի վարույթներ դարձյալ առկա են եւ այդ ուղղությամբ աշխատանքները նույնպես պետք է կրեն շարունակական բնույթ, որովհետեւ մենք որպես երկրում ամենամեծ նախաքննական մարմին, անկախ մեր ծանրաբեռնվածությունից, սա մեր պարտքն է։ Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կալանք է դրվել ավելի քան 32 միլիարդ դրամի գույքի եւ դրամական միջոցների վրա։ Մեղադրանք է առաջադրվել 214 պաշտոնատար անձի, այդ թվում համայնքային ղեկավարների եւ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների։ Տնտեսական եւ հարկային հանցագործությունների ոլորտում քննվել է 2400 գործ, որոնցով արձանագրված վնասը կազմել է 21 միլիարդ դրամ։ 2025 թվականի ընթացքում ավարտված եւ անավարտ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասի վերականգնման վերաբերյալ արձանագրվել է զգալի արդյունքներ, որը կազմում է 47 միլիարդ 159 միլիոն 552 հազար դրամ, որը դարձյալ առավելագույնն է քննչական կոմիտեի ստեղծման օրվանից ի վեր, իսկ 8 միլիարդ 41 միլիոնով գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը։ Ընտանեկան բռնության եւ անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների մասով քննվել է 1120 գործ, 9%-ով ավելի նախորդ տարվա համեմատ։ Այս գործերով ապահովել է տուժողների իրավունքների պաշտպանության հատուկ մեխանիզմների կիրառում։ Հատուկ անդրադարձ է կատարվել նաեւ անչափահասների իրավունքների պաշտպանությանն ու ընտանեկան բռնության գործերի քննությանը։ Պետք է առավել ջանասիրությամբ աշխատենք այս տարում արդեն, որովհետեւ այս ցուցանիշները գերազանցելը շատ ավելի դժվար է լինելու եւ յուրաքանչյուր օր բոլորս տեղյակ ենք որպես իրավակիրառ յուրաքանչյուր օրվա թերացում կամ չկատարված աշխատանք անգործություն հանգեցնելու է անդառնալի հետևանքների սկսած հանգեցնելով նույնիսկ հանցանք կատարած անձի բացահայտման խոչընդոտների
Այսինքն մենք իրավունք չունենք նույնիսկ 1 օր հապավենք։ Կառուցվածքային բարեփոխումների շրջանակում 2025-ին իրականացվել է թվայնացման լայնածավալ գործընթաց, ներդրվել է էլեկտրոնային քրեական գործերի կառավարման միասնական համակարգ, վերապատրաստվել է ավելի քան 300 քննիչ, համակարգը համալրվել է 85 նոր քննիչներով։ Միջազգային գործակցության ուղղությամբ իրականացվել է 64 իրավական օգնության հարցում։ Համոզված եմ, որ քննչական կոմիտեն, որպես մեր երկրի ամենամեծ նախաքննական մարմին, ունի անհրաժեշտ գործիքակազմ եւ բավարար ներուժ դիմագրավելու բոլոր տեսակի մարտահրավերներին, անկախ դրանց ծագումնաբանությունից։ Ամփոփելով 2025-ը քննչական կոմիտեն հայտարարել է, որ շարունակելու է կատարելագործել նախաքննության որակը, բարձրացնել հանրային վստահությունն ու ապահովել օրենքի գերակայությունը Հայաստանում։ Կառույցի ղեկավարը վստահեցրել է, որ առաջիկա տարում եւս առաջնահերթ է լինելու արդյունավետ, թափանցիկ եւ հաշվետու աշխատանքը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Վերջին ամսվա ընթացքում համայնքային ոստիկանության բաժիններում քաղաքացիները կամավոր հանձնել են տասնյակ միավոր զենգզինամթերք, ինքնաձիգներ, որսորդական հրացաններ, ատրճանակներ, նռնակներ, հարյուրավոր փամփուշտներ եւ այլ զինամթերք։ Ոստիկանությունը կրկին կոչ է արել քաղաքացիներին կամավոր հանձնել ապօրինի պահվող զենգզինամթերքը, հիշեցնելով, որ այդ դեպքում նրանք կազատվեն քրեական պատասխանատվությունից։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը շարունակում է ձեռնարկել միջոցառումներ բնակչության մոտ ապօրինի պահվող զենգզինամթերքի հայտնաբերման եւ առգրավման ուղղությամբ։ Ներկայացնենք վերջին ամսում համայնքային ոստիկանության բաժինների բացատրական աշխատանքի արդյունքները։ Հունվարի 8-ին համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում հանձնվել է ինքնաձիգ, 3 նռնակ, տարատեսակ փամփուշտներ եւ զինամթերք։ Նույն բաժնում հունվարի 12-ին կամավոր հանձնել են ակոսափող հրազեն, նռնակ ու փամփուշտներ։ Հունվարի 20-ին Տավուշի բաժնում հանձնել որսորդական հրացան եւ ինքնաձիգի փամփուշտներ։ Հունվարի 21-ին Աշոտսկի բաժնում հանձնել են ինքնաձիգ, 40 փամփուշտ եւ 2 ծխագլանակ։ Նույն օրը Արտիկի բաժնում հանձնել են 1 հրացան, 3 ատրճանակ, 3 նռնակ, փամփուշտներ ու զինամթերք, իսկ Մարտունու բաժնում գրանցվել է կամավոր հանձնելու 3 դեպք։ Մի դեպքով հանձնել են ակոսափող հրազեն եւ տարատեսակ փամփուշտներ, երկրորդ եւ երրորդ դեպքերով որսորդական հրացան, նռնակ ու փամփուշտներ։ Այդ օրը կամավոր հանձնելու դեպք է գրանցվել նաեւ Կումայրիի բաժնում, հրացան, ատրճանակ, նռնակ, տրոտիլ եւ փամփուշտներ։ Հունվարի 22-ին համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնել են որսորդական հրացան, իսկ Արաբկիրում 5 նռնակ եւ զինամթերք։ Հունվարի 23-ին համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնում մեկը հանձնել է ինքնաձիգ, որսորդական հրացան, 5 նռնակ ու փամփուշտներ։ Նույն օրն Արտաշատի բաժին հանձնել են որսորդական հրացան, իսկ Կոտայքի բաժին 3 ինքնաձիգ, ինքնաձիգի 384 փամփուշտ, Մակարով տիպի 2 ատրճանակ, կարճեցված փողով 3 հրացան եւ 3 նռնակ։ Հունվարի 26-ին համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հանձնել են ինքնաձիգ, ատրճանակ, 2 նռնակ եւ 125 փամփուշտ, իսկ Տավուշի բաժին հրացան, տարատեսակ 147 փամփուշտ։ Հունվարի 28-ին Հրազդանի համայնքային ոստիկաններին հանձնել են ակոսափող հրազեն, փամփուշտներ ու զինամթերք։ Հաջորդ օրը համայնքային ոստիկանության Գավառի բաժնում կամավոր հանձնել են կարաբին տեսակի հրացան։ Հունվարի 30-ին Վեդիի բաժնում հանձնել են ինքնաձիգ, հրացան, 2 ատրճանակ, 5 նռնակ, ավելի քան 250 փամփուշտ եւ զինամթերք։ Փետրվարի 3-ին Գավառի բաժնում հանձնել են ինքնաձիգ եւ 120 փամփուշտ։ Հաջորդ օրը նման դեպք է արձանագրվել Ճամբարակի բաժնում, կամավոր հանձնել են հրացան եւ գնդացիրի ու ինքնաձիգի փամփուշտներ։ Փետրվարի 5-ին համայնքային ոստիկանության Արտիկի բաժին մի դեպքով հանձնել են հրացան, ատրճանակ, 102 փամփուշտ եւ զինամթերք, մյուս դեպքով որսորդական հրացան։ Հաջորդ օրը համայնքային ոստիկանության Ամասիայի բաժին հանձնել են ատրճանակ, նռնակ ու փամփուշտներ։ Փետրվարի 12-ին Ճամբարակի բաժնում մեկը կամավոր հանձնել է ակոսափող հրազեն, մեկ այլ քաղաքացիի ինքնաձիգ։ Կրկին կոչ են կանում հանձնել ապօրինի պահվող զենգզինամթերքը, դրանով դուք կազատվեք քրեական պատասխանատվությունից։ Փետրվարի 17-ին Ժնևում Օմանի միջնորդությամբ մեկնարկել է Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների հերթական փուլը։ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ երկար տարիների լարվածությունը դիվանը գիտական ճանապարհով հարթելու եւ հնարավոր ռազմակացրացումը կանխելու նպատակով։ Մոտ 4 ժամ տևած քննարկումներից հետո Վաշինգտոնը հայտարարել է որոշակի առաջընթացի մասին, սակայն շեշտել Իրանը դեռևս չի ընդունում նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած սկզբունքային պահանջները, մինչդեռ Թեհրանը խոսում է նոր հնարավորությունների պատուհանի մասին, ընդգծելով, որ համաձայնության հասնելու համար դեռ զգալի աշխատանք կա անելու։
Փետրվարի 17-ին Ժնևում Օմանի միջնորդությամբ մեկնարկել է Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների հերթական փուլը Թեհրանի միջուկային ծրագրերի շուրջ լարվածությունը մեղմելու եւ հնարավոր ռազմական սրացումը կանխելու նպատակով։ Քննարկումները տևել են մոտ 4 ժամ, ընդգրկելով ինչպես քաղաքական, այնպես էլ տեխնիկական ուղղությունները։ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը հայտարարել է, որ բանակցություններում որոշ առաջընթաց կա, սակայն Իրանը դեռ չի ընդունում նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած սկզբունքային պահանջները, կարմիր գծերը։ Վենսի խոսքով Վաշինգտոնը կշարունակի դիվանագիտական ջանքերը, բայց թույլ չի տա, որ Իրանը ձեռք բերի միջուկային զենք։ Ես եւս մեկ անգամ կրկնում եմ, որ դիվանագիտական հնարավորությունների սպառման պահը, գնահատելու եւ հետագա քայլերը որոշելու պատասխանատվությունը ԱՄՆ նախագահինն է։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ բանակցություններից հետո հայտարարել է, որ հնարավորությունների նոր պատուհան է բացվում եւ կողմերը համաձայնեցրել են այն հիմնարար սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվեն բանակցությունների շարունակության ընթացքում։ Նա նաեւ հավելել է. Դեռ շատ աշխատանք կա անելու, իսկ առաջընթացը չի նշանակում, թե համաձայնագիրն արագ կկնքվի։ Ես Վաշինգտոնին կոչ եմ անում հրաժարվել ուժի կիրառման սպառնալիքներից։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հաղորդել է, որ երկրորդ փուլում քննարկումները հիմնականում կենտրոնացել են տեխնիկական հարցերի վրա, իսկ Օմանի արտգործնախարարը կապի մեջ է եղել բոլոր կողմերի հետ, միջնորդին փոխանցելով նրանց տեսակետներն ու մտահոգությունները։ Բաղային վերահաստատել է Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը միջուկային հարցերի շուրջ ցանկացած համաձայնության անբաժանելի մաս է եւ նշել, իրանական պատվիրակությունը պատրաստ է Ժնևում մնալ այնքան, որքան անհրաժեշտ է համաձայնության հասնելու համար։ Բանակցությունների ֆոնին պահպանվում է նաև տարածաշրջանային լարվածությունը։ Իրանը զորավարժություններ է անցկացնում Հորմուզի նեղուցում, իսկ իրանական աղբյուրների հաղորդմամբ նեղուցի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ են լինելու նավագնացության անվտանգության միջոցառումների պատճառով։ Հորմուզը համաշխարհային նավթի տարանցման առանցքային ուղղություններից մեկն է, որով անցնում է աշխարհում սպառող նավթի մոտ 1/5-ը։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնը փորձում է բանակցությունների շրջանակն ընդլայնել, ներառելով նաև Իրանի հրթիռային ծրագիրը, մինչդեռ Թեհրանն ընդգծում է, որ քննարկումների առարկա կարող է լինել միայն միջուկային սահմանափակումները պատժամիջոցների մեղմացման դիմաց։ Իրանը հայտարարում է նաև, որ ուրանի հարստացումից հրաժարվելու օրակարգ չկա։ Թեհրանից հնչել են նաև կոշտ քաղաքական ուղերձներ։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ բանակցությունների արդյունքներ կանխատեսելն անիմաստ է եւ զգուշացրել Իրանում իշխանությունը տապալելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման։ Նա Վաշինգտոնին կոչ է արել դադարեցնել սպառնալիքներն ու զերծ մնալ տարածաշրջանում ռազմական ուժի կուտակումից։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը եւս հայտարարել է, որ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել եւ պատրաստ է ստուգումների, սակայն չի համաձայնում հրաժարվել խաղաղ միջուկային էներգիայից, արդյունաբերական, բժշկական եւ այլ նպատակներով։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Ռեշտաստարա երկաթուղային նախագծի գործնական իրականացումը հյուսիս-հարավ միջազգային փոխադրամիջանցքի շրջանակում կսկսվի 2026 թվականի ապրիլի 1-ին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը Ռուսաստանի եւ Իրանի առևտրատնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում։ Էներգետիկայի նախարարի խոսքով կողմերին հաջողվել է կարգավորել բոլոր վիճելի հարցերը, որոնք խանգարում էին նախագծի գործարկմանը։ 2023 թվականին Ռուսաստանը եւ Իրանը հյուսիս-հարավ նախագծի շրջանակում կնքել են համաձայնագիր Իրանի եւ Ադրբեջանի միջև ճանապարհի Ռեշտաստարա 160 կիլոմետրանոց հատվածի համատեղ կառուցման մասին, որը կապահովի միջանցիկ երթևեկություն դեպի Պարսից ծոցից նավահանգիստներ։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 1.6 միլիարդ եվրո։ Մոսկվան եւ Թեհրանը համատեղ կֆինանսավորեն նախագծումը, կառուցումը, նաեւ ապրանքների եւ ծառայությունների մատակարարումը։ Միջազգային եւ տարածաշրջանային մյուս նորություններին տեսաշարով ծանոթացեք։ Ուկրաինացի Եվրոս բանակցողները Ժնևում ավարտել են Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ ընթացող խաղաղության բանակցությունների առաջին օրը։ Կիևի գլխավոր բանակցողի խոսքով քննարկումները կենտրոնացված են գործնական հարցերի եւ հնարավոր որոշումների մեխանիզմների վրա։ Ռուսական պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ բանակցությունները շատ լարված են եղել, տևել են շուրջ 6 ժամ եւ կշարունակվեն հաջորդ օրը։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Վլադիմիր Մեդենսկին, բանակցություններին մասնակցում էր նաեւ Կիրիլ Դմիտրիևը։ Ամերիկյան
կողմը ներկայացնում են Ստիվ Ուիտքովը, Ջարեդ Քուշները, Դանիել Դրիսկոլը եւ Ալեքս Գրինկևիչը։ Ուկրաինական պատվիրակությունը գլխավորում է Ռուստեմ Ումերովը։ Մասնակցում էր նաեւ Կիրիլ Բուտանովը, Անդրեյ Խնատովը, Սերգեյ Կիսլիցյան, Վադիմ Սկիբիցկին եւ Դավիթ Արախամյան։ Մինչեւ բանակցությունները շարունակվում էին, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել Ուկրաինային արագ նստել բանակցությունների սեղանի շուրջ, նշելով, որ դա կարևոր պահ է։ Միաժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ուկրաինացի ժողովուրդը կմերժի այնպիսի խաղաղության համաձայնագիրը, որը կներառի Դոնեցկից զորքերի միակողմանի դուրսբերումը։ Նրա խոսքով երկարատև խաղաղություն չի կարող կառուցվել Ռուսաստանի համար հաղթանակ ապահովելու հիման վրա։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնական Քրիստոֆեր Յուան հայտարարել է, որ Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջև չկա որևէ ոչ ֆորմալ պայմանավորվածություն ռազմավարական հարձակվողական սպառազինությունների կրճատման մասին New Start պայմանագրի դրույթների շարունակական պահպանման վերաբերյալ։ Նա հերքել է Աքսիոսի հրապարակումը, ըստ որի կողմերը մոտ են պայմանագրի երկարաձգման շուրջ համաձայնությանը։ Յաուի խոսքով որևէ ջենթլմենական համաձայնություն գոյություն չունի։ 2010 թվականին ստորագրված պայմանագրի գործունեության ժամկետն ավարտվել է փետրվարի 5-ին։ Արդյունքում Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը կես դարից ավելի առաջին անգամ չեն ունենում իրենց ռազմավարական միջուկային զինանոցը սահմանափակող պարտադիր իրավական մեխանիզմ։ Նյու Յորքի եկեղեցիներից մեկում տեղի է ունեցել հզոր պայթյուն։ Ըստ նախնական տվյալների վիրավորվել է 18 մարդ։ Ականատեսների փոխանցմամբ պայթյունից առաջ տարածքում զգացվել է գազի ուժեղ հոտ, ինչն առայժմ դիտարկվում է որպես հնարավոր պատճառ։ Դեպքի հանգամանքները ճշտվում են, այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Զապորոժիայի մարզի Կրինիչնոյե բնակավայրը։ Այն գրավվել է արևմուտք զորախմբավորման ստորաբաժանումների կողմից։ Նույն աղբյուրի փոխանցմամբ Հյուսիս զորախմբավորման ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել նաև Սումմի մարզի Խարկովկա բնակավայրը։ Ուկրաինական կողմից այս հայտարարությունների վերաբերյալ առայժմ պաշտոնական մեկնաբանություն չի ներկայացվել։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը մերժել է արաբական եւ մուսուլմանական 8 երկրների քննադատությունը կապված արևմտյան ափում հողերի պետական գրանցման գործընթացը սկսելու որոշման հետ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ Թել Ավիվը հայտարարում է, որ խոսքը վարչական միջոցառման մասին է, որը միտված է տեղի բնակիչների սեփականության իրավունքի պաշտպանությանը։ Իսրայելական կողմը պնդում է, որ քննադատությունները փաստացի հիմքեր չունեն եւ մեղադրում է Պաղեստինի ինքնավարությանը ցեգոտում հողերի անօրինական գրանցման եւ շինարարության համար։ Արտաքին գործերի նախարարության հայտարարությամբ նոր գործընթացը պետք է ապահովի հողային վեճերի թափանցիկ եւ իրավական լուծում, պաշտպանելով թե իսրայելցիների, թե պաղեստինցիների իրավունքը։ Փետրվարի 15-ին Իսրայելի կառավարությունը հաստատել է արևմտյան ափում հողերի գրանցման մեկնարկը։ Առաջին նման որոշումը 1967 թվականից ի վեր։ Քայլը դատապարտել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը եւ ավելի քան 80 պետություններ, ընդգծելով, որ միջազգային իրավունքի համաձայն արևմտյան ափը համարվում է օկուպացված տարածք։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, կհանդիպենք։